Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբի պատասխանը հետևյալն է եղել. հեցի այն աշխատակիցները, ում կսպառնան մշուշոտ ապագայում աշխատանքից ազատել, ինչ շինծու պատճառներով իրենց հասարակական կամ կրոնական համոզմունքների համար թող հանգիստ լինեն, նրանց աշխատանքային խախտված իրավունքները կվերականգնվեն, իսկ այդ ընթացքում նրանք կունենան համարժեք պայմաններով աշխատանք։ Անցած տարի առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 56,000 դեպք է արձանագրվել, 2023-ին այդ ցուցանիշը 38,000 էր։ Առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց վարելը նախատեսում է տուգանք, ստացվում է, որ սանկցիաներն արդյունավետ չեն, փոխնախարարը հայտնեց, թե կան դեպքեր, երբ վարորդները զրկվել են վարորդական իրավունքից, նրանք ևս համարվում են վարորդական իրավունք չունեցող։ Շատերը մեկ տարին լրանալուց հետո չեն վերականգնում տրանսպորտային միջոց վարելու իրավունքը եւ կրկին մեքենա են վարում ու խախտումներ կատարում։ 25,000 դրամ, երբ որ կարձանագրվի, տվյալ խախտումը, վճարելով շարունակում են կատարել իրավախախտումը, ինչով շատ բարձր հանրային վտանգավորություն են ստեղծում փաստացի առանց վարորդական իրավունք ունենալու վարելու իմաստով։ Ներքին գործերի նախարարությունը այդ հանգամանքները հաշվի առնելով որոշել է վարչական իրավախախտման պարագայում սանկցիան 25,000-ից դարձնել 50,000 դրամ։ Եթե մեկ տարվա ընթացքում իրավախախտումը երկրորդ անգամ է կատարվում, այն կդիտարկվի որպես քրեական օրենսգրքով կատարված արարք։ Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիները, որոնք ունեն Վրաստանի վարորդական իրավունքի վկայականներ, Հայաստան մուտք գործելիս այլևս չեն տուգանվի։ 3 ամիսը մեկ սահմանը հատելով նա իրավունք ունի անընդհատ այստեղ ուրեմն երթևեկել, այսինքն պրակտիկորեն ջավախցիներ այլևս չեն տուգանվելու։ Թեթև ավտովթարների դեպքում կսահմանվի ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցների կողմից երթևեկելի հատվածն ազատելու հստակ ժամկետ։ Եթե ավտոպատահարը միայն 2 մեքենաների մասնակցությամբ է տեղի ունեցել եւ եթե կողմերը փոխադարձ համաձայնություն ունեն մեղավորության վերաբերյալ, իսկ ավտոմեքենաները տեխնիկապես շահագործման պիտանի են, ապա պատահարի պահից առավելագույնը 20 րոպեի ընթացքում վարորդները պարտավոր են տեղափոխել մեքենաները օրենքով չարգելված այլ վայր։ Եթե վարորդները խախտեն այս պահանջը եւ չհեռանան դեպքի վայրից 20 րոպեի ընթացքում, նրանք կտուգանվեն նվազագույն աշխատավարձի 30-պատիկի չափ 30,000 դրամ։ Երբ որ բախումը կամ վթարը այն աստիճանի ուժգին կլինի, որի արդյունքում ինչ որ բաներ պետքա դուրս թռնեն ավտոյից, ծուխ գնա բան եւ այլ, բնականաբար այն դեպքերը չեն, որը քննարկման առարկա է։ Մինչև հունվարի 1-ը սահմանված ժամկետը կլինի 20 րոպե, իսկ այդ ժամկետից հետո տեխնիկական բարելավումների շնորհիվ կարող է կրճատվել մինչև առավելագույնը 5-ից 10 րոպե։ Նշվում է, որ ապագայում վթարի պահին հավելվածը արդեն կներառի վարորդների բոլոր տվյալները, ինչը կկրճատի լրացման ժամանակը։ Ազգային ժողովը 65 կողմ 30 դեմ 0 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին եւ էներգետիկայի մասին օրենքում նախատեսված փոփոխությունների եւ լրացումների փաթեթը, որը ներառում է հեծի պետականացման նախագիծը։ Սա իրավական աբսուրդ է։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթը հակիրճ, այսպես է մեկնաբանում փաստաբանական խմբից Արամ Վարդևանյանը, բայց նախ սկզբից ինչ ասաց Կարապետյանն ընդհանուր 1 րոպե տևողությամբ իր հարցազրույցում ու ի վերջո որն էր մեր ձևովը։ Սամվել Կարապետյան անձի դեպքում ինչ պետք է անենք, չէ՞։ Պետք է իր անձի կոնտեքստը դիտարկենք։ Իսկ իր անձի կոնտեքստը, որ դիտարկում ենք, մեր ձևովը կարծես թե օրինակ այդ հարյուրավոր բարեգործական ծրագրերն են։ Իր ձևովը դա իսկապես մայրաթոռի կողքին մշտապես կանգնած լինելն է։ Իր ձևովը Հայաստանի Հանրապետության եւ Արցախի կողքին կանգնած լինելն է։ Որպես թե անձ, ով Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եւ թե որպես անձ, ով որ միջազգային նաեւ տարբեր ծրագրերի շրջանակներում ներգրավված գործարար է։ Նախադեպը չունեցող ու բազում առանձնահատկություններով այս գործը ըստ Վարդևանյանի, եթե դարձյալ հերթականությամբ, ապա առաջին հերթին քրեական գործ է, առանց քրեական գործի փաստաբանի բնորոշումն է։ Այստեղ մեղսագրվում է արարք, որը ենթադրում է հստակ իշխանության զավթման կոչ, մինչդեռ տվյալ դեպքում ընդհանրապես արկա չէ որևէ կոչ։
Այսինքն քրեական գործ կոչին վերաբերող կոչի բացակայության պայմաններում։ Քննչական կոմիտեն Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսել է գլխավոր դատախազի հաղորդման հիման վրա։ Փաստաբանական խումբը զարմացած է, վստահ այս հանգամանքը մասնագիտական հանդրույթին էլ անտարբեր չի թողնի։ Վարդևանյանը կրկնում է հաղորդում ոչ թե հարուցման հետապնդում, պրակտիկայում այսպիսի դեպք չի հիշում, եւ սա դեռ ամբողջը չէ։ Դատարանը գտել է, որ հիմնավոր կասկածը հիմնավորելու տեսանկյունից էական նշանակություն ունի հենց գլխավոր դատախազի տրված հաղորդումը։ Այսինքն հաղորդումը հիմնավոր կասկածի տիրույթում գնահատվել է։ Ավելին, այդ հաղորդումը մեզ չի տրամադրվել։ Ենթադրյալ միջին ծանրության հանցանք է, որի պատիժը կարող է տուգանքը լինել, ասում է փաստաբանը, բայց այս դեպքում ինչու այս գործն այս տեսքը ստացավ, աղմուկ բարձրացրեց, ել չասած, որ թեպետ բարերարը ինքնակամ գնաց ներկայացավ իրավապահներին, դատարանը որոշել է, թե թաքնվելու ռիսկ կա։ Այս հանգամանքը միջազգային փորձում է աննախադեպ։ Միջին ծանրության ենթադրյալ հանցանք, Forbes-ի ցուցակում գտնվող անձ, Հայաստանի Հանրապետությունում հարգանք վայելող, բացառապես դրական բնութագրվող, կարծում եմ առնվազն այն բարեգործական ծրագրերը, որը իրականացրել է, դա մեղմ ասած իրավական իմաստով մեղմացնող հանգամանք է։ Իդեպ խոսում ենք կես միլիարդ դոլարից ավելի բարեգործական ծրագրերի մասին իրենց համակցության մեջ։ Հիմա այդ պայմաններում դատարանը գտնում է, որ Սամվել Կարապետյանը կարող էր թաքնվել քննությունից։ Դատարանն իդեպ նաև համարել է, թե ազգային բարերար Կարապետյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը։ Խոչընդոտել մի քննության, որի ամբողջ մեխը առյուծի բաժինը ապացուցողական իրենց դիտարկմամբ հանդիսանում է տեսանյութը։ Իդեպ պարզ վարժություն է, սա պետք է չի իրավաբան լինել։ Եթե ենթադրյալ կոչ է տեղի ունեցել, որն էլ կա տեսանյութի վրա, այդտեղ միակ քննչական գործողությունը, որ կատարում ես, այդ տեսանյութը ներբեռնում ես, զննում ես, դարձնում ես քրեական գործի անբաժանելի մաս, կարող ես մի հատ էլ կրիչի վրա տեղադրես, դնես չերկիզվող պահարանում։ Վերջ։ Բայց օրինակ քննիչը եւ դատարանը գտնում էին, որ այդ տեսանյութին, որը զննվել է, չերկիզվող պահարանում է գտնվում, կարելի է խոչընդոտել։ Վարդևանյանի եզրահանգումը մեկն է, գործը իրավական է տեսքով, քաղաքական էությամբ, դեպքերի հաջորդականությունն է թվում որպես ասացի վկայություն, մեկը մյուսին է հաջորդել ու այստեղ անմեղ պատահականություններ չկան, հետ է դառնում մեջբերում վարչապետի խոսքերից։ Գործադիր իշխանության ղեկավարը օգտագործում է միջամտել եզրույթը, ասում է, որ իր ձևով է միջամտելու եւ ինչ է տեղի ունենում ժամերի ընթացքում ձերբակալում, մի քանի հաջորդող ժամերի ընթացքում կալանքի միջնորդություն, այնուհետև կալանավորում, այնուհետև Արմեն Դանիելյան, այնուհետև Արմավիր քրեակատարողական հիմնարկ եւ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ տեսակցությունների սահմանափակման ռեժիմով։ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նոր մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու եւ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության մասնակցության համար։ Ըստ մեղադրանքի նա զբաղեցնելով բարձր պաշտոններ օգտագործել է իր դիրքը նպաստելով Արարատի մարզում բիտումի գործարանի հիմնադրմանը։ 2025-ին Սարգսյանի ընտանիքի ներկայացուցիչը մեծ գումարով ձեռք է բերել ՄԲ-ի նոր ընկերության բաժնեմասը, ինչը նրանց թույլ է տվել ստանալ վառելիքի մենաշնորհ։ Այսուհետ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից չլիցենզավորված բանկերում եւ վարկային կազմակերպություններում անհուսալի դասով դասակարգված վարկեր ունեցող անձինք եւս կարող են օգտվել անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից։ Ծրագրի շրջանակում դիմում կարող են ներկայացնել նաեւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում նոր ծառայության անցնող անձինք, ինչպես նաեւ գործող ծառայողները։ Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 1 տրիլիոն 356 միլիարդ դրամ հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր, ինչը 2025 թվականի պետական բյուջեի համամասնություններով առաջին կիսամյակի համար նախատեսված ցուցանիշից ավելի է 9.4 միլիարդ դրամով կամ 0.7%-ով։ Այս տարի խոտածածկ եւ անտառածածկ տարածքներում հրդեհների թիվը զգալիորեն աճել է 2096 հրդեհ, նախորդ տարվա 787-ի դիմաց։ Այս մասին հայտարարել է Փրկարար ուժերի վարչության պետի տեղակալ Բագրատ Վարդազարյանը։ Ըստ վիճակագրության հրդեհների 95%-ը պայմանավորված է մարդկային գործոնով։ Կիրառվում են կանխարգելիչ միջոցառումներ, SMS հաղորդագրություններից մինչև իրազեկման շրջայցեր։ Քաղաքացիներին հորդորում են խարույկ վառել միայն հատուկ հատվածներում եւ զգուշանալ քամուց։ Կոնկրետ դեպքով հիդրոմետը ամսի 30-ին, երբ փոխանցեց տեղեկատվությունը, երբ Արարատի մարզում սպասվում է հրդեհավտանգ իրավիճակ,
Փրկարծարայությունում դեռևս անցած տարվանից ներդրված է մի համակարգ, մոբայլ համակարգ, երբ հասցեական կարողանում մենք ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից SMS հաղորդագրության միջոցով դպրոցի տնօրեններին, մանկապարտեզի տնօրեններին, մարզպետին, մարզպետանի աշխատակազմին ուղարկել հաղորդագրություն, որ սպասվում է ձեր մոտ հրդեհապետանք իրավիճակ, ըստ այդմ իրանք պետք է արդեն կանխարգելիչ իրենց գործողությունները իրականացնեն։ Դա վերաբերում է եւ քամուն, եւ անձրևին, եւ հրդեհներին։ Օտարերկրյա քաղաքացին իրացնելու նպատակով ձեռք է բերել առանձնապես խոշոր չափի 10 կիլոգրամ մետամֆետամին տեսակի թմրամիջոց եւ տեղափոխել Հայաստան։ Տեղեկությունը հայտնել է Հայաստանի քննչական կոմիտեն։ Նշվում է, որ օտարերկրյա մեկ այլ քաղաքացի տեղեկանալով 10 կիլոգրամ թմրամիջոցի գտնվելու վայրի վերաբերյալ ապօրինի ձեռք է բերել այն։ Սակայն ՊԵԿ եւ ԱԱԾ աշխատակիցների ջանքերով հանցագործությունը չի իրագործվել, քաղաքացին ձերբակալվել է։ Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը հուլիսի 1-ից 6-ը անցկացնում է հոբելյանական միջոցառումներ մեծանուն դերասանի 95-ամյակի առթիվ։ Ծրագրում գեղանկարի եւ անձնական իրերի ցուցադրություն, ֆիլմերի հատուկ ցուցադրություն, ինչպես նաեւ Ֆիլումենա Մարտուրանո ներկայացման պրեմիերան հուլիսի 5-ին եւ 6-ին։ Միջոցառումները միտված են վերարժևորելու Մկրտչյանի արվեստն ու ժառանգությունը։ ԱՄՆ Սենատը մեկ ձայնի տարբերությամբ 51 կողմ 50 դեմ հարաբերակցությամբ ընդունել է նախագահ Թրամփի առաջարկած հարկերի կրճատման եւ ծախսերի մասին օրինագիծը։ Այն նախատեսում է զգալիորեն կրճատել հարկերը, սահմանափակել սոցիալական ծրագրերը եւ ավելացնել ռազմական ու միգրացիոն ծախսեր։ Թեև օրինագիծն աջակցություն է ստացել հանրապետականների մեծ մասի կողմից, 3 հանրապետական սենատոր դեմ են քվեարկել միանալով բոլոր դեմոկրատներին։ Դեմ է արտահայտվել նաեւ միլիարդատեր Իլոն Մասկը, ինչը տարաձայնությունների պատճառ է դարձել նրա եւ Թրամփի միջև։ Եվրամիությունը պատրաստ է ընդունել Միացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագիր, որը ենթադրում է 10% մաքսատուրք Եվրամիության ապրանքների վրա, սակայն մի շարք պայմաններով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը հղում անելով իր աղբյուրներին։ Միևնույն ժամանակ Եվրամիությունը ցանկանում է, որ Վաշինգտոնը պարտավորվի նվազեցնել մաքսատուրքերը մի շարք առանցքային ոլորտներում, այդ թվում դեղագործություն, ալկոհոլ եւ կիսահաղորդիչներ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հրաման է ստորագրել ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության կասեցման մասին։ Օրինագիծը ընդունվել է խորհրդարանի կողմից ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենին կողմնակալ զեկույցի մեջ մեղադրելու հիմքով։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների մուտքը Իրան կսահմանափակվի, եթե չերաշխավորվի միջուկային օբյեկտների անվտանգությունը։ Այս քայլը տեղի է ունեցել Իրանի եւ Իսրայելի միջև ռազմական բախումների եւ Ամերիկայի միջամտության ֆոնին։ Պետական Ռոսատոմ կորպորացիան հաստատել է, որ բանակցություններ է վարում Թուրքիայում կառուցված Աքքուի ու ատոմակայանի նախագծի 49% բաժնեմասի վաճառքի շուրջ։ Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ մոտ $25 միլիարդ արժողությամբ բաժնետոմսերի 49%-ի վաճառքի վերաբերյալ բանակցություններ են ընթանում ինչպես թուրք, այնպես էլ արտասահմանյան ներդրողների հետ։ Ալբուդի հետքի մեծության Հունիսյան կարկուտ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում բերքատու ծառեր է վնասել։ Այնքան ուժգին է եղել, որ մրգերից բացի նաև ճյուղերն են վնասվել։ Դրանց վերականգնումը 1 տարուց ավելի է տևում։ Ախր վրի բերկելը հետ, էսի իրոքից մի տարի, 2 տարի հետո վերականգնվի։ Քանդում ավելի 4 սաղ։ Մենակ ապրանքով չէ, ծառն էլ հետագայում է սառը արդեն պիտու չի էլի։ Ասենք իրա բերկի հիմնական շվերը, բողբոջային հատվածները, որ պետքա մյուս տարի բերք տա, ամբողջովին վնասված է։ Հեմին դուրսնսած 2 տարի կարող է սկի բերք չունեն անկել, ծառը այդ աշնանի ծառը վնասվել է։ Երկրորդն էլ հիմա որ ջուրել ուզեմ, որ ջրեմ, ձեռս չի բռնի, որովհետև այդ գումարը ինչի համար տամ է։ Ծիրանը քաղել ու մթերել չեն հասցրել, կարկուտը հողին է հավասարեցրել ամբողջ ծիրանը, որը ըստ բնակիչների մոտ 100 տոննա կլիներ։ Միլիոնների վնաս են կրել։ Քարակերտցիներն ասում են, երբեք վնասը նման մասշտաբներ չի ունեցել։ Հիմա ծառի վրա ինչ որ կա, դրա մեծամասնությունը տա գնա։ Ուրիշ բողբոջից, ուրիշ աշխից պետք է թազա շիվ ստանա, 2 տարի, 3 տարի։ Դաշտ է էսի, 5 հեկտար, 4 աղբեր ենք։ 4 ցուցել այսենց, որ դահանենք 5 փուր ու այսօր ընդամենը 1.5 տոննա ենք։ Անդե ծառ ունենք ջարդված դաժե։ Ծառը քոփկից տեղան արել։ Մի հատ չեն գտնի որ խփած չի։ Մի հատ։ Կողքինը էս էլ ուշահասներ, էս է ցավը։
Արմավիրի մարզպետարանից, համայնքապետարանից եկել են, գրանցել վնասները։ Գյուղացիները հույս ունեն, որ կառավարությունը կփոխհատուցի, բայց մինչև այդ բնակիչներն այլ խնդիր ունեն։ Ցանկանում են, որ վարկերը սառեցվեն, մինչև կարողանան այգիներն ու ծառերը կարգի բերել։ Տարբեր վարկեր ունեն, հիմա ասում են, գոնե մի տարով սառեցնեն, հիմա 2 միլիոն իննակ ես 2 հեկտարի տերը Աշոտը, Աշոտի այգի։ Հուլիսի 1-ին Ջրաբեր-Աբովյան ճանապարհին BMW X3-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին, շրջվել ու հայտնվել դաշտում։ 3 հոգի տեղում մահացել են, նրանց մարմինները հայտնաբերվել են մեքենայից դուրս տարբեր հատվածներում։ Ժամանել են Փրկարարծառայության Աբովյանի շրջփրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի բարեկները։ Մահացածներից երիտասարդներին այդպես էին ասում դեպքի վայրում բավականին մոտ 80-ից 100 մետր ավտոմեքենան մի քանի պտույտ շրջվել է, արջևի անվահեծանն է, տեսնում եք կոտրված է։ Հունիսի 1-ին մահվան ելքով վրայերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ 19-ամյա Վանուշը Մերսեդեսով Վայք քաղաքի վարչական տարածքում վրայերթի ենթարկել 8-ամյա Արենին։ Վարորդը փախուստի չի դիմել։ Վրայերթի ենթարկված երեխան էլ ծայրահեղ ծանր տեղափոխվել է Վայոց ձոր բժշկական կենտրոն։ Ավելի ուշ նա գիտակցության չգալով մահացել է։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի բարեկները։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Հուլիսի 1-ին աշտարակի խճուղում դեպի 6-րդ թաղամաս տանող կամրջի վրա բախվել են 27-ամյա Տիգրանի Porsche Cayenne եւ 30-ամյա Վահեի BMW-ն։ Բախման հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, ապա բախվել կամրջի մոտ տեղադրված երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն ու կողաշրջված հայտնվել մայթին։ BMW-ի վարորդը, նրա 31-ամյա եւ 57-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվորեն ժամանած Փրկարարծառայության Երևանի թիվ 7-րդ շերջ փրկարարական ջոկատի փրկարարներն ու Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Օպերատիվ են գործել ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի առաջին վաշտի բարեկները։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները եւ ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվ են գործել Փրկարարծառայության Երևանի թիվ 7-րդ շերջ փրկարարական ջոկատի փրկարարներն ու բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի բարեկները։ Հուլիսի 1-ին Երևան Արմավիր ճանապարհին բախվել են 23-ամյա Դավիթի Լադա Պրիորան եւ 32-ամյա Կարենի ՎԱԶ 2114-ը։ Երկու վարորդը եւ ՎԱԶ 2114-ի ուղևորներ 28-ամյա Աննան տեղափոխվել է Վաղարշապատ բժշկական կենտրոն, իսկ 7-ամյա եւ 6-ամսական երեխաները Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել ոստիկանության բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի բարեկները։ Եվ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ու ոստիկանության պետ Արամ Ղազարյանը համայնքային եւ քրեական ոստիկաններին, պարեկներին հանձնարարականներ են տվել շարունակել աշխատանքները ապօրինի զենք զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ։ Հուլիսի 1-ին ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրի բաժնի ծառայողները հերթական զենք զինամթերքն են հայտնաբերել, որը բացատրական աշխատանքներից հետո Կոտայքի մարզի բնակիչը թողել էր Եղվարդի եկեղեցու հարևանությամբ դաշտում։ Համայնքային ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են կասկածելի ճամպրուկն ու պարկերը։ Փրկարարծառայության սակրավորներն էլ կարողացել են մարտական զենք զինամթերքն ամբողջությամբ վնասազերծել։ Տարածքը պարեկները սահմանազատել են, դեպքի փաստով Նաիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։